Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում նոյան տապանից քննարկում հաղորդաշարն է եւ այսօր մենք զրուցելու ենք Թուշանակառուների միություն հասարակական կազմակերպության ղեկավար Վռահամ Սարգսյանի հետ։ Ողջունում եմ պարոն Սարգսյան։ Մենք վաղուց չենք զրուցել միմյանց հետ։ Կուզենայի այսօրվա մեր հաղորդում մենք միասին քննարկեինք, թե ինչ է փոխվել պետության սոցիալական քաղաքականության մեջ, նամանավանդ, որ հիմա ունենք սոցիալնոր նախարար Արսեն Թորոսյան եւ ուրեմն պետությունը կարծես թե փորձում է ինչ-որ նորամուծություններ մտցնելով թեթևացնել թոշակառուների վիճակը։ Ձեր գնահատմամբ որքանով է կարողանում պետությունը այդ նպատակը իրագործել եւ ընդհանրապես ինչ են մտածում այս ամբողջի մասին թոշակառուները։ Պարոն Հարությունյան, ես էլ եմ ողջունում ձեզ եւ նոյան տապանին։ Մենք զրույցներ շատ ենք ունեցել, որը վերաբերվել է միշտ թոշակառուներին։ Մեր անցած հաղորդմանը մենք մի քիչ քննարկեցինք Տիգրան Ավինյանի նախագծերը, այսինքն տոմսերի թանկացումից բացի, որ ինքը պետք է ստուգումներ կատարեր հանգարներում։ Ուղղակի ինքը երևի այնքան տղամարդկություն չունի, որ այդ իր ասածը իրագործի։ Մի երկու անգամ դեպքեր են եղել, երևի նայել եք Չախոյան Աշոտն էր ներկա, իր քննադատողներից մեկը կազմակերպեցին մի հատ ֆիկտիվ, սենց ասած ցուցադրական տոմսերի ստուգում, որը ոչ մի արդյունքի չբերեց, ճիշտ ասած ես մի քիչ ընկա այդ ստուգողների հետևից, բայց ոչ մի կանգառում չեմ տեսել։ Այսինքն դուք հիմա քննադատում եք պարոն Ավինյանին այն բանի համար, որ կանգառներում ստուգողներ չկան։ Չէ, ես քննադատում եմ այն բանի համար, եթե ինքը տղամարդը խոսք տվե, թող անի։ Այսինքն դուք այնուամենայնիվ ասում եք դա, որ պետքա անի այդ կանգառում ստուգողներ լինեն։ Չէր անելու, թող չասեր։ Լավ, դժվար է հասկանալ ձեզ ինչ եք ուզում, այնուամենայնիվ ես կարծում եմ, որ եթե մենք քաղաքակիրթ երկրում ենք ապրում եւ կա ուրեմն հասարակական համերաշխություն, այդ տոմսեր ստուգողները կարող են եւ չլինել, մարդիկ կարող են տոմսերը իրանց խղճի առաջ եւ պետությանը եւ այդ համակարգին օգտակար լինելու համար այդ տոմսերը առնեն։ Խնդիրը դա չի, բայց արդյոք ուրեմն մեր հանրության մեջ բոլոր խավերն են, որոնք կարողանում են օգտվել այդ հնարավորություններից։ Այսինքն նույն տոմսերի թանկացումը պայմանավորված է տրանսպորտի համակարգի բարելավմամբ։ Ինչ չափով կարող եք դուք արձանագրել, որ այդ բարելավումը կա։ Տեսնում եք այդ բարելավումը դուք։ Ես ընդհակառակը տենում եմ ձև ասած մինուսային գործեր։ Հիմա բացատրեմ ինչու։ Եթե դու մետրո ես մտնում, ուզում ես ինչ-որ կտրոն վերցնես, որոշ քանակի երթևեկության համար, դու պետք է նախ եւ առաջ վճարես 500 դրամ։ Ոնց որ ասում են, այդ պակետի արժեքի նախարժեքն է։ Այո։ Հետո մնացած գումարը, որ դու կներդնես, կարաս երթևեկես։ Երկրորդը ամենացավալի խնդիրը, որ ես միշտ նույնիսկ վեճի եմ բռնվում վարորդների հետ, երբ ինձանից պահանջում են տոմս, ես ասում եմ իմ իրավունքները Տիգրան Ավինյանը ասել է, բայց չի փաստագրել, ոչ էլ արձեռն միջոցներ է ձեռնարկել, որ ես իմ իրավունքներից օգտվեմ։ Ինքը ասեց թոշակառուներին 30% զեղչա, մինչև այսօր ինքը 105 դրամանոց տոմս չի տպել։ Ուսանողներին 20% զեղչա, 120 դրամանոց տոմս ես մինչև հիմա չեմ տեսել։ Ոչ մետրոյում կա, ոչ տրանսպորտում կա, էլ ինչ կա, էլ ոչ մի բան չկա։ Այդ տեղերում չկա։ Թող ինքը բացատրի, երբ է այդ մեր իրավունքները բերելու նորմալ դաշտ։ Ինքը ստիպում է ասում է 6000-անոց երթևեկության տոմս առ։ Եթե թոշակառուն
խոսքի վերցնենք ամիսը մի 4 անգամ պետքա գնա պոլիկլինիկա մի անգամ գնա գա, մի անգամ էլ ամսվա կեսին վերջին գնա գա, ինքը 600 դրամ ինչի համար տա։ Մանավանդ ինչ որ ասում են, ես հաստատ չեմ իմանում, թոշակառուի տոմսով երիտասարդը չի կարա երթևեկի, որ ասենք այդ մարդը առնի, 2 անգամ ինքը օգտվի, 10 անգամ բանը, մնացածը տան անդամները։ Տեսեք, այդ համակարգը իր մեջ ի սկզբանե ուներ որոշակի չմշակված մոմենտներ, որովհետև հիշում եք սկզբից ինչ որ ապարատներ դրեցին, հետո այդ ապարատները փոխարինեցին ուրիշ ապարատներով, հետո թույլ չէին տալիս որ քարտերով վճարվեր, հիմա թույլ են տալիս որ քարտերով վճարվել, արդյոք քարտերով վճարման համակարգը, բանկային քարտով վճարելու համակարգը թոշակառուի համար բավարար սիստեմ չի, որպեսզի ինքը կարողանա իր ուզածը անել։ Պարոն Արությունյան, դուք էլ եք թոշակի շեմին, ես ձեզ ասեմ, ոնց բացատրեմ, որ ճիշտ լինի, այդ բանկային համակարգը ինքը նրանց համար է, ովքեր ունեն բանկային քարտեր, բայց դա չի վերաբերում թոշակառուներին։ Հիմա ես Այսինքն որքան են թոշակառուները, որոնք չունեն բանկային քարտեր։ Չէ, հարցը դրան չի, ինքը բանկային քարտ ունի, բայց թոշակառուին չի թույլատրվում բանկային քարտով ավտոբուսի վճարում կատարի։ Ինչու՞։ Դե ասում է 6000-անոց տոմս եմ ես քեզ տրամադրում ամսական, այդ տոմսը առ։ Այսինքն դուք փորձել եք այդ թոշակային քարտով տոմս առնել եւ չի ստացվել։ Չէ։ Այսինքն չի Հա, ստացվել։ չեղարկում է։ Այսինքն կա այո, կա ոչ, չէ, չեղարկում է, ոչ է։ Պատասխանը ոչ է, մի քանի անգամ Դա փորձել։ օրինակ խնդիր է, ինչու այդ խնդիրը չի բարձրացվում են քաղաքապետարանի։ Դե հիմա սենց է, նայեք, երևի համակարգը սենց է դրված։ Եթե թոշակառուն խանութից գնում է կատարում, իր այդ քարտի հաշվին վերադարձ է կատարում, Այո։ տոկոսային, ինչ որ հիմա մինչև 12% է, ես իհարկե չեմ օգտվում, քանի որ ես վարձով եմ մնում, թոշակին կծած իմ կնոջ թոշակը եւ այլը, մի կերպ հերիքում է այդ տան վարձը տալու։ Ես դրանից չեմ օգտվում ու այդ քաղցրությունը չեմ զգացել։ Որ ասենք 1000 դրամ հետ կա, ասենք այդ գործար բաները, չէ որ դա ասենք մաքսիմումը 6000 դրամն է։ 5-6 երևի տենց է կազմում, որովհետև թոշակի չափսից էլ գոյություն ունի։ Եթե մարդը ստանում է 36000, գալիս է 12%, այդ կազմում է ընդամենը 3600։ Սխալ եմ ասում։ Այնտեղ տոկոսային չի, ես ինձ մոտ դուրս եմ գրել, այնտեղ ինչ որ այսքան 12%, բայց ոչ ավելի քան 6000 դրամ, այսինքն ինչքան էլ ավել լինի, միևնույն է 6000 դրամ են ստանալու։ Չէ, այդ ճիշտ եք դուք դուրս գրել, բայց ստե մի հատ սենց բան կա, այդ 12%-ը մնում է, ինքը 12-ը հաշվելու։ Քո թոշակը եթե 40000 է, 12 անում է 4800։ Իսկ եթե դու ստանում ես 70000 թոշակ, ինքը այդ 6000-ը չի թողում ասնի, ինձ արդեն 6-12, 7000 քանիս անում։ Ինքը միևնույն է 6000-ը։ Հա, 6000-ից ավել չի թողում ասնի։ Հիմա ուրեմն շրջանառության մեջ են դրել մի նոր օրիագիծ, որ ուզում են այդ թիվը 12%-ը դարձնել 20% եւ դնել այդ շեմը մինչեւ 10000 դրամ։ Այսինքն 50000 դրամ ունեցողը, եթե օգտվի միայն քարտով եւ առևտուրանի ուրեմն անկանխիկ ձևով, նա կարող է մինչեւ 60000 դարձնել իր թոշակը։ Եվ սա համարում են թոշակի բարձրացման էական ինչ որ գործընթաց։ Հիմա պարոն Հարությունյան, մենք սենց առանց նախաբանի անցանք Արսեն Թորոսյանին։ Ճիշտ հասկացա։ Քանի որ Արսեն Թորոսյանն է եկել։ Ոչ միայն Արսեն Թորոսյան, նաև վարչապետն է այդ մասին խոսել։
Ես հասկանում եմ, բայց քանի որ Արսեն Թորոսյանը նոր է եկել այդ պաշտոնին, այսինքն աշխատանքի եսօրացած նախարարն է։ Ահա։ Ես ասացի, որ նոր նախարարն է կայուն։ Հա։ Հիմա ոնց ասած իր աշխատանքային սկիզբը իր անունը բարձրացնելու համար վարչապետի ասածն ու իր ասածը որոշ տեղ չի համընկնում իրար, որովհետև վարչապետն ասաց մենք թոշակները բարձրացնելու ենք, բայց չասեց իշքան։ Ես էլ եթե վերադառնամ հնին 20 թվականից մինչև այսօր ինքը չի բարձրացրել իր խոստացած 3000-ները, որը 5 տարվա մեջ կազմում է 15000 անգամ 60 ամիս 700 քանի հազար փող անում 900,000 չէ՞, այդ ճիշտ եմ հաշվում էլի։ Առանց այդ բաների իրանք ոնց ասում են եթե դու գնում ես շինարարության մեջ են տակի կեղտը ծածկելու համար լղոզում ես վրան բերում ես նոր բան էլի հարթեցնում ես կարճ ասած ու սկսում ես նորը ստեղծել հիմա Արսեն Թորոսյանի եթե վերադառնանք նախագահան բանը վարչապետի ասածը ինքը ասած վարչապետը չասեց, բայց ինքը ասեց, որ մենք բարձրացնելու ենք թոշակները 3000 եւ մի քիչ ավել կարող է, որ իր ելույթը նայեք, ինքը նշում է 20% էլ այդ վերադարձնա։ Բայց կարծեմ որոշակի բարձրացումներ որոշակի խմբերի համար եղավ, չէ՞, այն ամենացածր ստացողների համար։ Չէ։ Այդ մի անգամ եղել է, հարթեցվել է ու այդպես սառած մնացել է, սարսվել է։ Այսինքն, եթե ինքը ստանում է 25-30,000, այդ բերեցին իմ շեմին, որ ես ստանում եմ 36600, որից եւ հնարավոր է պահումներ։ Եթե մարդը այդ 36600-ը, եթե կարելի է մեր հեռուստադիտողների համար մեկնաբանել, այդ որ դեպքն է։ Դուք չեք աշխատել, աշխատանքային կենսագրություն չունեք։ Չէ, աշխատել եմ։ Նույնիսկ ես գրախանութի ցանցում եմ աշխատել, Աբովյան գրատան, որը 4-րդ մասիվում էր, Պողոսյան Անուշավանը, ինքը գրող է, հրատարակել է որոշ գրքեր, մի հատ ընտիր մարդ էր, իմ 5-6 տարվա ստաժը այդ գրախանութում չհաշվեցին, պատճառաբանելով, որ խանութը չի մուծել պետական տուրքը, այսինքն հարկ իմ համար չի մուծել։ Ասացին, եթե ուզում ես վերականգնես, պետք է դատարանների միջոցով։ Իմ պասպորտաթղթերը չկար ոչ գրքերի պալատում, որը շենքում էր, արխիվներում չկա։ Գրքերի պալատում ես հետաքրքրվա այրել են, այն մութ ու խոնավ տարիներին, որի պատճառով 5-6 տարի ես զրկվա։ Հա, բայց դա ձեր պարտականությունը չէր, չէ՞, այդ տվյալները։ Հա, դե հիմա գցում են մարդկանց վրա։ Ես իմ թոշակը ստացա 25 տարվա ստաժով։ Իսկ 25 տարվա ստաժը այդքան է։ Դրա համար ես գնացի 63 տարեկանից, իսկ եթե չի հերիքում, մինչև հիմա այդ օրենքը գործում է, գնում ես 65 տարեկանից։ Շատ լավ։ Փաշինյանն ասում էր, որ թոշակառուների թիվը այս թվական 18 թվականից մինչև այս պահը ավելացել է 125,000-ով։ Եվ այս պահին մենք ունենք մոտավորապես 500,000 թոշակառու։ Եվ այս թոշակառուների թվի ավելացման հետ կապված փաստորեն տրամաբանությունը այն է, որ այդ գումարը, որը տրամադրվում է թոշակի համար ավելացել է, չնայած դուք թոշակառուները փաստորեն չեն զգում իրենց վրա այդ ավելացումը։ Իրականում պետությունը շարունակում է ավելի շատ փող ծախսել եւ նաեւ այս ոչ կանխիկ գործակների միջոցով որ հետ է տալիս այդ գումարները, եթե գումարում ես այդ գումարները, ինչ որ պատկառելի թվեր են դառնում։
բայց արդյոք այսպիսի այս ձևով ասենք 6000 կամ 10000 հետ տալով թոշակառուներին կարելի է թոշակառուների կենսական խնդիրներ լուծել։ Արդյոք այդ թոշակը եւ սպառողական զամբյուղը կամ նվազագույն սպառողական զամբյուղը իրար հետ բռնում են մեր երկրում։ Փաշինյանի ասածը մենք չենք կարող հիմքը վերցնենք, քանի որ մենք ունենք 600,000-ից ավել թոշակառու, մոտավորապես 640-ի կարգի է, թոշակառուների ֆոնդը տարեկան կազմում է 36 միլիարդ դրամ, այդպես 100% կարամ ասեմ, հիմա անդրադառնանք թոշակի և սոցիալական զամբյուղին, ես հարցում եմ արել, ուղղակի չէի սպասում, որ մենք թեման կշոշափենք, դրա համար փաստաթուղթը չբերեցի, ուրեմն 36,000 նվազագույն թոշակն է, 41,700, 42,000 գցենք զամբյուղն է, 6,000-ից 5,000 քանեցից 6,000 տարբերություն է տալի նվազագույն զամբյուղը, որի մեջ մտնում է միայն և միայն սնունդը, ընդ գրամներով է հաշված, որ օրը դու կարաս 20 գրամ ձուկ ուտես, ես իմ օրը կարաս 8 գրամ միս ուտես, հասկանում եք ինչ հիմա բանը։ Որոշ աղբյուրներ կան, որ ասում են, եթե նվազագույնից ցածր է քո թոշակը, դու պետք է դիմես կառավարությանը, որ այդ 5-6,000-ը բարձրացնի, հասցնի նվազագույն զամբյուղին։ Պատկերացնում եք ինչ թիվ է կազմում նվազագույնը և թոշակը։ Ստեղից հարց է ծագում, թե ինչի հիմունքներով են իրանք հաշվում նվազագույն զամբյուղը և ինչի հիմունքներով են իրանք հաշվում նվազագույն թոշակը։ Դե նվազագույն զամբյուղը հասկանալի է ինչպես է հաշվում, այնտեղ ավելի շուտ բժշկական տվյալներ են, թե մարդուն կալորիականություն են հաշվում, այդ կալորիականությամբ է դրա համար մտցվում է բնական մթերքը և մտցվում է արհեստական մթերքը, որի մեջ կալորիականություն կա։ Նո կալորիականություն բարձրացնելով արհեստական մթերք ասելով ինչ նկատի ունեք։ Դե արհեստական մթերքը այս կերերը, որ խոսքի տալիս են թեկուզ անասուններին, այսինքն ստիլոսի տեսակներ, բաներ, որը քիմիական նյութերով են մշակում, արդեն այդ կողմը այն կաթը չի տա, ինչ որ արոտավարում է, չէ, արածում։ Այս լրիվ գումարվելով գալի հասնում է սնունդ։ Ես հիմա կառաջարկեմ մենք դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո կշարունակենք մեր եթերը, սիրելի բարեկամներ, գովազդը եթերում մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է
1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Glendale-ում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի բարեկամներ, մենք շարունակում ենք մեր զրույցը Թոշակերուների միության հասարակական կազմակերպության ղեկավար Վրամ Սարգսյանի հետ։ Պարոն Սարգսյան, հիմա եկեք անդրադառնանք նոր սոցիալնախարար Արսեն Թորոսյանի այդ ելույթին, որով նա առաջարկում էր, որ 26 թվականի հունվարի 1-ից կենսան թոշակների եւ նպաստների հետ վճարների չափը կդառնա 20% եւ 12 տոկոսի փոխարեն։ Իրենք այսպես են խոսում, որ նա ասում է, մենք այսօր ունենք 350,000 քաղաքացի, որոնք իրենց թոշակը եւ նպաստը իրենց իսկ ձեռքով բարձրացնում են։ Հիմա արդյոք սա իրավացի է, արդյոք դուք տեսնում եք, որ ձեր միության թոշակառուները եւ այլն գոհ են այս համակարգից եւ կարողանում են իրոք թեկուզ փոքր չափով, բայց ավելացնել իրենց թոշակը, ինչպես նշվում է պարոն նախարարի ելույթում։ Հիմա ես ձեզ ասեմ, որ այդ ինչ որ Արսեն Թորոսյանը ասում է, այդ նորություն չի, ասեմ ինչի, ուղղակի ինքը 20% է շինում, 12-ի փոխարեն։ Այո։ Հիմա ասած մի հատ հանգամանք կա, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, թոշակառուն իր թոշակը ստանում է, X քանակ չափի։ Այո։ Այդ թոշակառուն աշխատում է ինչ-որ հիմնարկում։ Այո։ Այդ հիմնարկից ինքը թուղթ է տանում, որ տվյալ պահին աշխատում է խոսքի առողջապահությունում մակրոյի կամ ինչ-որ հիմնարկում։ Այդ թղթի հիմա վրա եթե ինքը ստանում է 35,000, 1000 դրամ ավելանում է իր թոշակին։ Եթե ինքը աշխատում է, ապա ավելանում է թոշակը, ճիշտ եմ հասկանում։ Հա, տարին մի անգամ ինքը հաշվետվություն է տանում սոցիալբաժին, մինիստրություն չէ, իր շրջանային սոցիալբաժինը։ Իմ կինը աշխատել է, ես գիտեմ էլի։ Հա, բայց դա արդյոք դա այն դուք այդ փաստը չեք նկարագրում, որ իրականում այդ մարդուց ստաժը աշխատանքային 1 տարով ավելանում է եւ դա ուղղակի կենսաթոշակային այդ բաժինը ֆիքսում է եւ ավելանում։ Դա հարցի մի մասն է, հարցի երկրորդ մասը, որ 20% ինքը կատարելով իր թոշակից իր քանակի թոշակից առևտուր բարձրացնում է նորից իր թոշակը, ինքը թոշակառուն իր ձեռքով։ Դե այդպես են անվանում։ Եթե թոշակառուն մի անգամից իմ նման հանում է, որ տանվարձ մուծի, այդ գումարը չի ավելանում, մնում է նույնը, ոնց կո գումարը կա։ Որովհետև դուք կանխիկ եք մուծում։ Հա, ես կանխիկ հանում եմ, իսկ եթե փոխանցեք այդ մարդուն։ Այդ փոխանցման կարգը չգիտեմ, բայց եթե դուք փոխանցեք այդ մարդուն, այդ ձեր թոշակի չափը, գուցե դա կհամարվի։ Այս մի հատ Թորոսյանի նամակը գրեմ անպայման, այդ հարցը կուսումնասիրեմ, եթե այդպես բան կա, ավելի լավ, փոխանցենք թող ավելանա։ Երրորդը նորից վերադառնանք աշխատանքին,
Ես այտենց եմ էլ հասկանում իմացածը ես չեմ պարտադրում ոչ մեկին։ Մարդը աշխատում է ինքնաբերաբար բարձրացնում է իր աշխատանքային ստաժը, դրանից էլ բարձրանում է թոշակը, այո։ Ես այդպես եմ հասկանում Արսեն Թորոսյանի ասածը։ Շատ լավ, այդ քարտային տարբերակին նորից վերադառնանք, Երևանում քարտային տարբերակով շատ խանութներ են գործում, գրեթե չկան խանութներ, որոնք քարտ չեն ընդունում, հիմա արդեն գոնե այս վերջին 2 տարվա ընթացքում, եւ դա նշանակում է, որ մարդիկ կարող են իրոք այդ անկախիկ փոխանցումներով իրենց անհրաժեշտ ամեն ինչը առնել, բայց ինչքանով է սա աշխատում գյուղական բնակավայրերում, արդյոք այնտեղ կան համապատասխան քանակությամբ առևտրի կետեր, որոնք որ քարտով են ընդունում այդ վճարումները եւ այլն։ Ես զրուցել եմ մեր շրջանների բնակիչների հետ, գյուղերի նույնիսկ իրանց մոտ էլ է գործում, ով որ քարտով է օգտվում, բայց մարդիկ կան խոսքի պոչտայից են օգտվում, այսինքն փոստից, իրանք արձեր փոստից ստանում են։ Ու դրանք են մարդիկն են, որոնք գանված են անկողնում եւ այլը, փոստատարը բերում է, ես չեմ իմանում, մի վաղ ասում են գումար պետք է պահեն, բայց երևի դժվար։ Ես այն դեպքը չի, որ մի քանի հոգու համար գումար պահեն։ Այսպես ասած շրջաններն էլ օգտվում են։ Ես հարցումներ բաներ արել եմ, օգտվում են։ Գոհ են թոշակառուները այդ ծրագրից, որ կա այդպիսի հնարավորություն։ Իհարկե ոչ, ես մի հատ առաջարկ ունեմ Թորոսյանին, եթե կլսի, բայց ինքը դժվար լսի, որովհետև լսողություն չունի, ես այդ Ինչու եք այդպես կանխատրամադրում։ Դե ես հիմա ասեմ 19 թվականին ես զբաղված էի զբոսաշրջիկների մատալով էլի Հայաստանը, բախտ վիճակվեց Արսեն Թորոսյանի տան մոտ լինեի, այն ժամանակ ինքը առողջապահության մինիստրեր էր, իր մորքուրի ասած խոսքերն եմ ասում, ասեց Արսենը մարդ չի եղել, մարդը չի դառնա։ Դրա հիմա վրա ինձ թվում է մենք եթերից իրավունք չունենք այդպիսի ասեցություններ տարածել, բայց հիմա դուք որպես հասարակական կազմակերպություն եք խոսում, որպես մարդ չեք խոսում, որը որ փողոցում ինչ-որ բան է լսել կամ բան է անում, դուք հասարակական կազմակերպություն եք, որը զբաղվում է թոշակառուներով, եւ կա նոր սոցիալ նախարար, դուք ուզեք չուզեք պիտի իրար հետ համագործակցեք։ Եթե ինքը գնա դրան, որովհետև հին սոցիալ նախարարի հետ ես մի քանի անգամ փորձել եմ համագործակցել, իրան հենց անձամբ տենամ։ 3 անգամ հանդիպում եմ ունեցել, 3 անգամ է տեղակալի հետ։ Դաժե ասել եմ ես տեղակալներին, որ ես իր հետ եմ ուզում շփվեմ, որպես հասարակական կազմակերպության նախագահ։ Չի ընդունում, այդ մարդիկ չեն ընդունում։ Հիմա ես չեմ իմանում Թորոսյանը կընդունի, չի ընդունի։ Դե եկեք ուրեմն դրանով էլ սահմանափակենք այսօրվա մեր խոսակցությունը։ Դուք երբ որ կհանդիպեք պարոն Թորոսյանին կամ կդիմեք հանդիպման համար, ինչ որ իսկ ինչ եք քննարկելու իր հետ։ Մի հատ եկեք եթեր խոսենք։ Չէ, ես հիմա քննարկելը ես հիմա չեմ իմանում։ Ես դիմում կգրեմ անպայման կուզում։ Հա, բայց ինչի համար եք ուզում հանդիպեք օրինակ։ Դե ես չեմ իմանում հիմա, բայց հարցեր շատ կան, որ նախորդ Մկրտչյանը, չէ, ինչքան հիշում եմ։ Մի խոսքով նախորդի հետ հարցերի մոմենտով գնացել եմ, ինձ միշտ ուղարկել են իր տեղակալների մոտ։ Ուղղակի Թորոսյանի հետ չեմ։ Իսկ տեղակալները ինչ են արել։ Ոչ մի բան։ Абսոլютно ոչ մի բան։ Իսկ ինչ կապ ունի դուք տեղակալին եք հանդիպում, բաժնի վարիչը եք հանդիպում, թե նախարարին եք հանդիպում։ Ուզում եմ հասկանալ ձեր մոտեցումն է ինչումն է։ Եթե հարցը դրվում է լուծվելու եւ այնպեսի հարց է, որ պետք է լուծվի,
Ուրեմն նախարարի հետ հանդիպեք կլուծվի, իսկ եթե տեղակալի հանդիպեք չի։ Շատ հնարավոր է, գիտեք ինչու, ես ասեմ, որովհետև փաստացի իրանք դիմում են ստանում հանդիպում, չէ՞։ Իմիջիայլոց այդ հանդիպումը տևեց մոտավորապես 7 ամիս։ 7 ամիս առաջ դիմում էի գրել, 7 ամիս հետո ինձ մի օր արձակուրդան, մի օր խորհրդակցությանը զանգում էին։ Ասում էին, սենց մի ամսով հետաձգվում է, 15 օր հետո կզանգենք եւ այլն, 7 ամիս տևեց։ Հիմա նայեք, փաստորեն էս էլ արձանագրություն չէ, որ ես թոշակառուների միության նախագահ հանդիպել եմ սոցիալ նախարարի տեղակալ խոսքի Գագիկի հետ։ Արձանագրված չէ, իսկ այդ արձանագրությունից այն կողմինքը կհասնի սոցիալ նախարարի թե չէ, ես չեմ կարող ասել։ Բայց դուք ինչ հարց եք բարձրացնում, այդ հարցից է կախված, դա սոցիալ նախարար կգնա, թե կիջնի որևէ բաժին, թե կուղարկվի այլ նախարարություն, ինչ հարց է բարձրացվել, կարող եք ասած, որը կախված է սոցիալ նախարարից, հենց կախված է թոշակների հարցով, որ թոշակները չի համապատասխանում, այո, բարձրացնելու հաշվով, քանի որ սենց սոց հարցումը տեղի ունեցել, 6000-ով քիչ է թոշակը, քանսե սնունդը մենակ առանց հագուստի, առանց բանի։ Ներողություն եմ խնդրում, բայց այդ հաշվարկը, որ դուք ասում եք, դա այս տարվա համար է, անցյալ տարվա համար է, որովհետև գները անընդհատ բարձրանում են։ Հիմա այս տարվա համար կարող է ոչ թե ձեր ասած 6000 դրամն է, այլ ասենք 12000 դրամ է։ Դուք ինչից եք ելնում, էլի։ Դե անցած տարվա դեկտեմբերին ես հարցումը ուղարկել եմ։ Այս տարի ինձ պատասխանել են փետրվարին, երբեք չեմ հիշում, որ դա մեր ֆունկցիաների մեջ չի մտնում, բայց առողջապահության նախարարության ֆունկցիաների մեջ է մտնում։ Մինիմալ սնունդը կազմում է 41700 քանիս։ Մենք այնպես որ ելնելով մեր մարդկությունից առողջապահության մինիստրության տվյալները ձեզ ենք ներկայացնում։ Փաստաթուղթը տանը դրած է։ Հա, դա է իմ ջալոց շատ հետաքրքիր հարց, պարոն Սարգսյան։ Դուք չեք կարծում, որ արդյոք ճիշտ լիազորությունների շրջանակում չդիմելով տվյալ ուրեմն բանին, դուք դրանով իսկ ձեր ջանքերը զորացնում եք։ Օրինակի համար թոշակների չափը, ընդհանուր թոշակների չափը, դա բյուջեի մեջ է դրվում։ Այսինքն խորհրդարանի խնդիր է։ Անշուշտ։ Եվ նախարարից դուք ինչ եք ուզելու, ինքը ասելու է, գիտեք ինչ կա, ինձ ես ունեմ այսքան բյուջե, այսքան թոշակառուների մասին օրենքով էլ այս տվյալներով եմ աշխատում։ Դուք իրանից ինչ եք ուզում, ուզում եմ հասկանալ։ Ես իրանից ուզում եմ հետևյալը, ուզում եմ իրան խորհուրդ տամ, ճիշտ ասած, այս կարգի։ Եկեք հեռուստատեսությամբ խորհուրդ տանք։ Խորհուրդ տանք, ու երևի սրանով սահմանափակենք, քանի որ առաջ գնալու տեղ չենք էլ ունենա հարցերի, եթե հարց կլինի, պաժալոստը, հեռուստադիտողները եթե ուզում են տան, թող տան, ես մեծ սիրով կպատասխանեմ։ Արսեն Թորոսյան, ես ընդհանրապես քեզ խորհուրդ եմ տալիս, ձեզ թողնի։ Թոշակները եթե շինում եք 40,000, այդ ձեր ասած 3000 մի քիչ ավել, ներքին շեմը 40,000-ը, խորհուրդ կտայի քարտերը ոչ թե առևտրի միջոցով բարձրացնեք 20%, այլ քարտակ մարդուն, այսինքն որ բանկից ստանում է, մնացածին է մտցրեք բանկային սիստեմի մեջ, դա վատ բան չի։ Տվեք 50% թոշակի 50%-ը ավելացրեք քարտին, այսինքն քարտը նստացրեք 60,000 դրամ, նայեք ես ինչ եմ ասում, ճիշտ հասկացեք, այդ քարտից մարդը իրավունք ունենա հանի 40,000 թոշակը, իր թոշակի սահմանային գիծը, իսկ այն 20,000-ը 50% զեղչով մարդը առևտուր կատարի, տեղատներից, խանութներից, տրանսպորտի համար եւ այլ միջոցից, ինչի վրա ուզում է թող ծախսի։ Թեկուզ հագուստ գնելու 50% զեղչ, շինեք խանութներ կամ խանութները թող ցույց տան, որ այս
ամիս թոշակառուն մտելա ինձանից տաբատա գնի։ Հասկանում եք դուք, ասում եք տգլոր մանարի, սնունդը 42,000 է, ես քեզ 40 եմ տալիս, 20 գրամ միս տա օրական, 18 գրամ կեր, որ ամբողջ ամիսը սոված չմնաս։ Իսկ հակնելը, տնից դուրս գալը, թորան համար մի բան առնելը կամ մյուս հարցերը, կարող է մեկի ծնունդն է ուզում եմ մի հատ ծաղիկ նվիրեմ, իմ բերանի հաշվից պետք է ես կտրեմ նվիրեմ։ Մի հատ դուք ման եկեք գյուղերով, քաղաքներով, հիվանդանոցներով, տեսեք ինչ վիճակի մեջ են մեր թոշակառուները։ Այսքան բան, եթե ինձ կլսեք, այդ 20,000-ը ձեզ վնաս չի տա, 50% նորից մարդը առևտուր է անում։ Խանութին օգուտ է տալի, պետությանը օգուտ է տալի, հարկ է գալի այդ առևտրից։ Մտածեք այս մասին։ Շնորհակալություն պարոն Սարգսյան մեր հրավերը ընդունելու համար, սիրելի բարեկամներ, կրկին հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք թոշակառուների միության հասարակական կազմակերպության ղեկավար Վրամ Սարգսյանի հետ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։